Վանաձայն, լավագույն եւ հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Վանաձայնեն ձեզի հետ ենք հայկական աշխարհի լուրերով։ Հովանավորությամբ Հալեբահայի 3 համայնքապետերուն եւ գազագերբությամբ Սուրիո հայ ավետարանական համայնքին 5 շաբթի 23 ապրիլ 2026-ի երեկոյան ժամի 7-ին հայ ավետարանական Բեթել եկեղեցու մեջ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 111-ամյակին նվիրված միջհամայնքային ոգեգոճական հանդիսություն։ Հանդիսության ներկային Սուրիո հայ ավետարանական համայնքի պետ վերաբադվելի դոկտոր Հարություն Սելիմյան, Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան, Պերիո կաթողիկե հայոց թեմի առաջնորդ Պետրոս arczepiskopos Միրյատյան, Հայաստանի Հանրապետության Հալեբի գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադեոսյան, ինչպես նաև Հալեբահայի գազագերբություններու, միություններու եւ հաստատություններու ներկայացուցիչներ, Պերիո հայոց թեմի ազգային վարչության անդամներ, հոգեվոր հայրեր, արաքինազարդ քույրեր եւ հայրենագիցներ։ Բացման խոսք արտասանեց Բադվելի Սիմոն Դերսահագյան։ Անընդգծեց, որ վերանորոգ հավատքով եւ ահանջադիրական ոգիով գխոնարինք 1.5 միլիոն մեր նահատակներու հիշատակին արժեվ, ուխտելով պաշտպան կանգնել հայտադին եւ հավատարիմ մնալ մեր նախահայրերուն քրիստոնեական ու ազգային արժեքներուն։ Գործադրվեցավ օրվան համապատասխան գեղարվեստական հայրակիր։ Աբա խոսք արավ Պերիո կաթողիկե հայոց թեմի առաջնորդ Պետրոս arczepiskopos Միրյատյան, որ շեշտեց, թե հայոց ցեղասպանության 111 տարիների հետ հայ ժողովուրդը կշարունակե հիշել եւ պահանջել արդարություն։ Առաջնորդը ընդգծեց, որ իբրև քրիստոնյա ժողովուրդ կոչված ենք ներելու, սակայն չենք կրնար մոռնալ։ Մեր հիշողությունը սուրբ բարդավորություն մնե, որուն հետ միասին կշարունակենք պահանջել բարոյական եւ նյութական հալուսում։ Միրյատյան նաեւ անդրադարձավ նահատակված հոգեվորականներուն եւ Մալոյան arczepiskoposի սրբատասման իբրև հավատքի եւ նվիրումի գենտանի վկայություն։ Այնուհետև իր պատկամը փոխանցեց Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան, որ նշեց, թե անգամ միևս հավաքված ենք ոգեգոճելու եւ զորացնելու մեր հավատքը, գամն ու հաղթական ոգին։ Աշկարյան շեշտեց, որ թեև գաբրինք անարդարություններով լեցուն աշխարհի մեջ, սակայն Քրիստոսի հարության լույսը մեծ կգանչե չհուսահատելու։ Հայ ժողովուրդը իբրև վերաբրած ժողովուրդ գոչված է ըլլալ արդարության ցայն, ոչ վրեժխնդրությամբ, այլ ճշմարտության եւ մարդկային արժանապատվության պաշտպանությամբ։ Հուսք Սուրիո հայ ավետարանական համայնքի պետ վերաբադվելի դոկտոր Հարություն Սելիմյան իր պատկամի մեջ ընդգծեց, որ ցեղասպանության ոգեգոճումը անցյալի հիշադակ չէ միայն, այլ գենտանի եւ պատասխանատու գեցվածք։ Վերաբադվելին գոչ ուղեց հիշողությունը վերածելու գենտանի վկայության, ճշմարտության, արդարության եւ միասնականության մեջ, ընդգծելով, որ նահատակներու հիշադակը կբարդավորեցնե ոչ միայն հիշել, այլև ապրիլ եւ գործել պատասխանատվությամբ։ Հանդիսությունը ավարտեցավ դերունական աղոթքով եւ համայնքապետերու առաքելական օրհնությամբ։ Գազագերբությամբ Հալեբահայի 4 վարժարաններուն հովանավորությամբ Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյանի 5 շաբթի 23 ապրիլ 2026-ին գրթասիրած մշակութային միության Գաբրիելյան սրահի մեջ դեղի ունեցավ հայոց ցեղասպանության 111-ամյակի աշակերտական ոգեգոճում։ Բացման խոսքը արտասանեցին աշակերտուհիներ Անի Բուղուրյան եւ Աննա Գրդանյան, որոնք դիտել դվին, որ մեր ինքնության ճանաչումը եւ արտար տադին հետապնդումը մեր բայկարին հիմնակարերն են եւ մեր ուսերուն տրված պատասխանատվությունը։ Գիրարգվեցավ գեղարվեստական բացած հայրակիր։ Օրվան փանախոսներ Մեթր Մարիա Գաբրիելյան։ Անիր խոսքի մեջ կետրոնացավ Արեմելահայաստանի եւ մեր ինքնության վրա եւ թե ինչ պետք է անել իբրև աշակերտ կամ գրթական մշակ բահելու հայությունը եւ վերաթարցնելու մեր հողերն ու իրավունքները։ Ցերնարգին եզրափակիչ խոսք արտասանեց Արմեն Ապեղա Կալաջյան, անխրախուսեց ներկաները վերանորոգելու իրենց ուխտը եւ ճանչնալու հայկական ինքնության արմատները։ Կալաջյան հայտնեց,
որ հիշելը միան անցյալին անդրադառնալ չէ, այլ աբական գերդելու որոշում է։ 24 ապրիլի հիշելագումով ուղենք մեր աչքերը դեպի Արարատ եւ Արցախ աշխատանքով, գամքով ու ամենեն կարևորը հավատալով, որ արդարության պիտի հասնենք ու կոյադևենք, իսկ այս բոլորին երաշխիքը միասնականությունն է։ Ոգեգոճական հանդիսությունը փակվեցավ Հայր Սուրբին բահբանիչով։ Հինգշաբթի 23 ապրիլ 2026-ին Արավոդյան Մոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանեն սկիզբ առավ Հայոց ցեղասպանության 111-ամյակին հիշատակի քայլերթը, որում մասնակցեցավ վարժարանին ամբողջ աշակերտությունը, ուսուցչական գազմն ու պաշտոնեությունը, համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ծնողներ եւ կաղութի անդամներ։ Քայլարշավին վերջին հանգրվանն էր Մոնրեալի Հայոց ցեղասպանության հուշարձանը, ուր միացան Լավալի հայ կաթողիկե Նարեկ վարժարանի եւ Հոփենեթմենի Ալեք Մանուկյան վարժարանի աշակերտությունն ու պաշտոնեությունը։ Աշակերտները պատրաստած էին բանջարիրական բնապաններով բաստարներ, որոնցմով իրենց փողոքը գարդահայտեին ցեղասպանության շղթումին, Արցախի հայաթափման եւ մեր արդար իրավունքներու անդեսման թեմ։ Պաշտոնական հայդակիրին հանդիսավարն էր Հոյտա Լավալի հայտարարի անդամ Ալին Բերբերյան, որ հրավիրեց ներկաները Կանադայի, Հայաստանի եւ Արցախի քայլերթներու խմբային գալարողությամբ բացումը գալարելու օրվան հայդակիրին, որուն հաջորդեց 3 հոգևոր հայրերուն Սուրբ Հակոբ առաջնորդանիստ Մայր եկեղեցվո հոգևոր հովիվ Կարնիկ Ավակ Կահանա Կոյունյանի, Լավալ Սուրբ Գևորգ եկեղեցվո հոգևոր հովիվ Հակոբ Կահանա Գյադյանի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո հոգևոր հովիվ Գաբրիել Կահանա Վարդանյանի աղոթքը։ Հոյտա Կանադայի երիտասարդական միության անդամ Հակոբ Հայրաբեդյան փոխանցեց հայտարարի խոսքը, որում մեջ ասավ. «Մեր բոլորին բարդականությունն է գազմել ազգային ճակատ, ընդդեմ աբասկայինին եւ հայ ժողովրդի արյան վաշխարներուն։ Համախմբվենք մեր ազգային արժեքներուն խորհրդանիշներուն եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ։ Համախմբվենք, որովհետեւ միասնապար լուծենք մեր թադը, վերադիրանանք հայ ժողովրդի պատմական իրավունքներուն, համախմբվենք, որովհետեւ բարձր բահենք հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը»։ Գործադրվեցավ գեղարվեստական հայդակիր եւ ներկա աշակերտներու անունով արտասանվեցան խոսքեր։ Ավարտին ազգային երկերու մեկնաբան Կոկո Տուտունջյան գդարեց արդյոք ովքեր են եւ հայրենիք երկերը, որ մեր հետ աշակերտները գարկով ծաղիկներ զրեղեցին հուշարձանին շուրջ, արի հարկանք սրբատասված մեր նահատակներուն հիշատակին։ 24 ապրիլին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամուել Մանուկյան, Ախալկալակի քաղաքապետ Մելքոմ Մագարյան, Ախալկալակի շրջանային պատասխանատու Ռուբեն Բալյան, քաղաքապետի եւ շրջանային պատասխանատուի դեղակալներ հարկանքի իրենց դուրքը մատուցեցին հայոց ցեղասպանության անմեղ զոհերու հիշատակին։ Անոնք ծաղիկներ զրեղեցին Ախալկալակի Սուրբ Խաչ եկեղեցվո պագի մեջ տեղադրված սրբատասված մեր նահատակներու հիշատակին նվիրված խաչքարին։ Երուսաղեմի մեջ ուրբաթ 24 ապրիլին հայոց ցեղասպանության նահատակներու հիշատակի օրվան արիտով Արավոդյան ժամ 8-ին Սրբոց Հակոբյանց մայր դաժարի մեջ կատարվեցավ ժամերկություն։ Ապա նախակահությամբ Նուրհան arczepiskopos Մանուկյան պատրիարքին ավակ սեղանին վրա Սուրբ եւ ամահ բադարակ մատուցեց եւ կարոզեց Վասկեն Վարդապետ Ալեկյան։ Հավարտ Սուրբ եւ ամահ բադարակի հոգեվորականներու տասը եւ ժառանգավոր սաները գլխավորությամբ Լուսարարաբեդին տապորով եւ Շարագանի երկեցողությամբ կալեցին դեպի հայոց ցեղասպանության հուշարձան, ուր տեղի ունեցավ հայոց ցեղասպանության Սուրբ նահատակներու բարեխոսական գարկ։ Ապա խոսքեր արտասանեցին Երուսաղեմի միացյալ հանձնախումբին գոմե Արամ Խաչատուրյան հայերենով, իսկ պատրիարքության դիվանաբեդ Աղան Վարդապետ Գյոկչյան անգլերենով։ Հաջորդեց Զարգեբսագի զետեղման արարողություն։ Լուսարարաբեդ Սևան arczepiskopos Ղարիբյան Պատրիարքության անունով Զարգեբսակ մզերեղեց հուշարձանին արչև։ Ապա հաջորդաբար Զարգեբսակներ զերեղեցին Հայաստանի տեսփանը, Միացյալ հանձնախումբի, Երուսաղեմի Փարիսիրական միության, Հրագի, Հոյտայի եւ Հեմի, Հոմենեթմենի, Հոմի եւ Ջինիշյան հիմնարկության ներկայացուցիչները։ Հինգշաբթի 23 ապրիլ երեկոյան Մարքամի Forest of Hope հիշադակի բուրագի մեջ տեղի ունեցավ
հայոց ցեղասպանության 111-ամյակին նվիրված մոմավառության եւ ոգեկոչման ցերնարգը գազագերբությամբ Տորոնտոյի հայ թադի հանձնախումբին եւ հոյտա Կանադայի երիտասարդական միության։ Ցերնարգը համախմբեց հոգեվոր դասի ներկայացուցիչներ, քաղաքական եւ դիվանագիտական դեմքեր, համայնքային գործիչներ եւ Տորոնտոհայ հոց բազմությունը, որոնք հավաքված էին ոչ միայն հարկելու 1.5 միլիոն սրբատասված նահատակներուն հիշադակը, այլև վերահաստատելու հայ ժողովրդի հանձնառությունը, շարունակելու արտարության եւ բանջարդիրության պայքարը։ Օրվան հանդիսավարներ Փաթիլ Աստուրի եւ Հովան Մգրդիչյան բացման խոսքերում մեջ շեշտվեցավ, որ հայոց ցեղասպանության ոգեկոչումը չի սահմանափակվիր անցյալի հիշադակումով, այլ գտարնա հավաքական վկայություն եւ պահանջ ուղղված միջազգային անպատժելիության եւ շարունակվող ժխտողականության դեմ։ Վարգյամը Վոլենգայս լրությամբ հարկվեցավ 1.5 միլիոն նահատակներու հիշադակը, որ մեր հետ քննեցին ասկային կայլերները, հոյտա Կանադայի Ռոստոմ եւ Քրիստապոր բադանեգան միություններու անդամներու երկեցողությամբ եւ Հոմենտմենի Տորոնտոյի շեփորախումբին ընկերակցությամբ։ Աբա խոսքեր արտասանեցին Օնտարիոյի նահանգային խորհրդարանի անդամներ Արից Բաբիգյան, Ջոնաթան Ցաու եւ Ուրուդի Կուզետո, որ մեր հետ դեսագանով իր պատկան փոխանցեց Օնտարիոյի նահանգի նախարար Ստիվեն Լեչե։ Խոսքեր արտասանեցին նաեւ Մարկհամի քաղաքապետ Ֆրանկ Կապտերփիթի, Ռիչմոնդ Հիլի փոխքաղաքապետ Գադուին Չան եւ Տաշնակցային խորհրդարանի անդամ Ջին Յիպի ներկայացուցիչ Պատրիկ Լի։ Քաղաքական ներկայացուցիչները իրենց խոսքերում մեջ վերահաստատեցին իրենց անվերաբար աջակցությունը հայոց ցեղասպանության ճշմարտության, մարդու իրավունքներու պաշտպանության եւ պատմական արդարության վերահաստատման ջանքերուն, ընդգծելով նաեւ գրթական համագարկի մեջ հայոց ցեղասպանության բարդատիր ուսուցման անհրաժեշտությունը։ Օրվան պատմաբաններն էին Օնտարիոյի խորհրդարանի նախկին պամպեր Դեյվիդ Ուրներ։ Ան իր խոսքի մեջ ընդգծեց, որ 1915-ի ցեղասպանությունը ծրագրված եւ համագարկված բնաճնճումի քաղաքականություն մներ, որուն հետևանքները կշարունակեն դրսևորվել առայսօր։ Այս ծիրի մեջ հadouk անդրադարձ կատարվեցավ Արցախի դեմ ցանցազերծված պատերազմին, շրջափակումին եւ բռնի դեղանության իբրև նույն քաղաքականության շարունակություն։ Երեգոն եզրափակվեցավ Տորոնտոյի Սուրբ Աստվածածին հայաստանյաց արաքելական եկեղեցվո հոգևոր դեսուչ Կարեկին Զայրակուն Վարդապետ Շխրդմյանի սրդի խոսքով եւ աղոթքով, որ մեր տեղի ունեցավ մոմավառության խորհրդանշական արարողություն, ու ներկաները ծաղիկներ եւ մոմեր զետեղեցին հուշագոտողին շուրջ, վերահաստատելով հիշողության պահպանման, ասկային իրավունքներու պաշտպանության եւ արտարության պահանջի շարունակականության իրենց հավաքական կամքը։ Հարկելի ունգընտիրներ, ցեզի հետեին Հարութ Մարգոսյանը եւ ցայնի աղորդավար Նատալին հայկական աշխարհի լուրերով։ Մնացեք միշտ բանացայինի ունգընտիր։